Մենք այսօր կխոսենք շնորհի մասին եւ նաեւ Աստծո շնորհով մեզ տրված ազատության մասին, որովհետեւ շատ հաճախ մարդկանց ընկալումների ու պատկերացումների մեջ հետեւյալն է, որ եթե ես հետևում եմ Աստծո պատվիրաններին, քրիստոնեական կյանքի սկզբունքներին ու արժեքներին, ինչ որ առումով ես կաշկանդված կարող եմ կամ պետք է լինեմ կաշկանդված, որովհետև պետք է անընդհատ ուշադիր լինել, պետք է անընդհատ զգոն լինել, հետևել ինչ-որ կանոնների և օրենքների։ Իրականում սա տեսական ձևակերպում է, որ նաև ինչ-որ առումով կարող է ընկալելի լինել յուրաքանչյուր մարդու համար, բայց գործնականում ինքը շատ սխալ ընկալում է, այն իմաստով, որ դու կաշկանդված չես։ Այո, մենք պետք է հետևենք որոշակի կանոնների, որոշակի արժեքների, ունենանք սկզբունքներ, բայց այդ ամեն ինչը մեզ համար պիտի լինի ոչ թե պարտադրված, այլ ներքին համոզում, ու սա ամենակարևորն է։ Հետևաբար այս առումով մեզ համար Աստծո պարգևը, Աստծո շնորհը մեզ տրված շատ հակասական է թվում մարդկային տրամաբանության տեսանկյունից։ Մեզ թվում է, որ մենք պիտի ինչ-որ բան անենք կամ ինչ-որ կոնկրետ պատրաստվածություն, հոգևոր պատրաստվածություն ունենանք, որպեսզի շնորհը մեր կյանքում մեզ տրվի եւ շնորհը գործի։ Իրականում շնորհը մեզ տրվում է հենց այնպես, հենց դրա համար էլ կոչվում է շնորհ։ Մենք դրան արժանի չենք, բայց շնորհը մեզ տրվում է։ Իսկ թե ինչքանով մենք այդ շնորհը կընդունենք գործնականում եւ կկիրառենք մեր կյանքում, սա արդեն հարցի մյուս կողմն է։ Բայց Աստծո շնորհը սովորաբար մեր կյանքում գալիս է ոչ թե այն պահին, երբ որ մենք դրան արժանի ենք, այլ այն պահին, երբ որ մենք ամենաանօգնականն ենք, երբ որ մենք կանգնում ենք Աստծո առաջ առանց դիմակի, առանց պաշտպանական այդ պատերի, եւ շնորհը այդ պահին է, որ մեր կյանքում դառնում է իրական ու չի նայում մեր, ինչպես ես արդեն ընդգծեցի, չի նայում մեր արժանի կամ անարժան լինելուն։ Եվ այս տեսանկյունից Աստծո շնորհը փնտրում է մեր անզորությունը կամ անօգնականությունը եւ դա օգտագործում իբրև բաց դուռ մեզ դեպի փրկություն առաջնորդելու, եթե շնորհի առաջ մենք խոնարհվում ենք։ Հետևաբար ամեն անգամ, գրեթե ամեն օր մենք այս ընտրության առաջ ենք կանգնում. ընդունել շնորհը, ապրել Աստծո շնորհով, թե մերժել։ Երբ որ մենք որոշում ենք կայացնում անկեղծորեն եւ գործնականում ընդունել Աստծո շնորհը եւ ապրել աստվածային այդ շնորհներով, մեր կյանքում մենք վերագտնում ենք հոգեվոր ուրախություն։ Երբ որ մեր հոգին արդեն լիարժեքորեն հանձնվում է Աստծո շնորհին, աշխարհը փոխվում է մեր հայացքի ներքո։ Ու մենք ոչ թե սկսում ենք կառավարել մեր կյանքը, այլ սկսում ենք կյանքը ընդունել իբրև պարգև ու այդ կյանքը իմաստավորել, արժևորել ինքներս մեզանով, մեր բարի ու առաքինի գործերով։ Այս ամենի արդյունքում մենք ոչ թե ապրում ենք վախերով կամ պատրանքներով, այլ ապրում ենք երախտագիտությամբ, ապրում ենք գոհունակությամբ, ամեն բանի մեջ Աստծուն փառաբանելով։ Եվ այս շնորհից ծնվում է ուրախությունը, հոգևոր ուրախությունը, որը ոչ թե գալիս է մեր հաջողություններից կամ մեր ներքին հանգստությունից կամ մեր հաղթանակներից, այլ սա այն ուրախություն է, որը մենք վերագտնում ենք Աստծուն վստահելու արդյունքում, երբ որ մենք իրականում անկեղծորեն վստահում ենք Աստծուն, նույնիսկ մեր ամենադժվար եւ փորձություններով լի օրերին։ Հետևաբար շնորհը Աստծո մեր մեջ նաեւ զորացնում է երախտագիտության զգացումը, ու այդ երախտագիտությունը մեր համար, մեր կյանքում նաեւ դառնում է սիրո աղբյուր, սնում եւ զորացնում է այն սերը, որով որ օժտված ենք յուրաքանչյուրս։ Ու այդ սերն է, որ մեզ ազատում է մեր վախերից, մեր անցյալից, մեր մեղքերից, մեր սխալներից, այդ սերն է, որ մարդուն դարձնում է ազատ ու ոչ թե մարդը ապրում է ինքն իր կարողությամբ կամ ուժերին ապավինելով, այլ Աստծո ողորմությանը, Աստծո սիրուն, Աստծո ներողամտությանը ապավինելով։ Իհարկե, երբ որ մենք ընդունում ենք շնորհը կամ փորձում ենք ապրել Աստծո շնորհով, այդ չի նշանակում, որ մենք դառնում ենք անթերի։ Մենք ամեն օր այդ խնդիրը ունենք որոշում կայացնելու, ապրելու վստահությամբ, թե մերժելու Աստծուն, հետևելու պատվիրաններին,
թե մերժելու պատվիրանները, բայց ինչքան էլ որ մենք սխալներ գործենք, Աստծո շնորհով ապրող մարդը գիտի, որ այդ սխալները վերջնակետ չեն, ինքը կարող է սայթաքել, բայց նաև կարող է ոտքի կանգնել ու շարժվել առաջ, ու ամեն անգամ ընկնելիս մարդը գիտի, որ կարող է Աստծո ձեռքը բռնած ոտքի կանգնել, որովհետև Աստված երբեք չի փոխվում, ու Աստծո շնորհը մեզ չի տրվում կոնկրետ պայմանով կամ պայմանագրով, Աստծո շնորհը աստվածային սիրո դրսևորումն է մեր կյանքում։ Եթե մենք գիտենք սայթաքել ու նորից ոտքի կանգնել ու առաջ շարժվել Աստծուն ապավինելով, այս դեպքում մենք երբևէ չենք դատի ուրիշներին, որովհետև մենք գիտենք, թե ինչքան մեծ է Աստծո ողորմությունը մեր նկատմամբ, նույնքան մեծ է Աստծո ողորմությունը դիմացինի նկատմամբ, ու կապ չունի ով ինչ մեղք է գործել, շատ մեղք կամ քիչ մեղք, այստեղ համեմատելու հարց չկա երբևէ, բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ինչքան Աստված ինձ է սիրում, ինչքան Աստված ինձ է ողորմում, այնքան նաև դիմացինին։ Հետևաբար մենք, եթե սա հասկանում ենք, երբևէ մենք առիթ չենք ունենա մարդկանց դատելու։ Շնորհը նաև մարդու կյանքում բերում է ազատություն, բայց այդ ազատությունը այն չի, որ աշխարհն է մեզ քարոզում, հա, անել այն, ինչ որ խելքիդ փչում է կամ ինչ որ դու ուզում ես։ Սա այն ազատություն է, որ գալիս է քո ներսից, գալիս է այն պահին, երբ որ դու արդեն դադարում ես ապրել վախերով, կոմպլեքսներով եւ մեղքին ստրկանալով։ Ու Աստծո սերը այս առումով կորցնել հնարավոր չէ, որովհետեւ Աստծո սերը անպայման է եւ անսահման։ Ազատությունը իրական է հենց աստվածային այդ անսահման սիրով, երբ որ սիրում ես առանց վախի, ծառայում ես առանց ակնկալիքի եւ նայում ես մարդկանց, կարեկցում ես մարդկանց առանց հաշվարկների։ Հետևաբար շնորհը ազատում է մարդուն ոչ թե օրենքից, այլ օրենքին ստրկանալուց եւ սովորեցնում մարդուն ապրել ոչ թե պարտադրված բարությամբ, այլ ներքին ուրախությամբ ու սիրով, որով որ դու կարողանաս փոխել քո շուրջը եւ աշխարհը։ Հետևաբար այն ինչ որ օրենքը չկարողացավ մեր կյանքում անել վախով, շնորհը մեր կյանքում դա անում է սիրով։ Ու սա ամենամեծ պարգևն է մեզ մարդկանց ըստված։ Աստծուն հաճելի լինել չի նշանակում կատարյալ լինել։ Աստծուն հաճելի լինել նշանակում է վստահել Աստծուն, անվերապահորեն վստահել Աստծուն։ Հետևաբար նաև գիտակցված եւ հասուն հավատքը այն է, երբ որ մարդը համբերել գիտի, հասկանալով, որ հոգևոր աճը, կատարելության ձգտումը, մեղքերի սրբագրումը, մեր կյանքի սրբագրումը առհասարակ դա ժամանակ է պահանջում, միանգամից ոչինչ չի լինում, մի ակնթարթում ոչ մեկ սուրբ չի դառնում։ Այդ համբերությունը նաև կարևոր է մեր հոգևոր աճի համար այն իմաստով, որ Աստծո ճանապարհը դեպի Աստված տանող ճանապարհը միշտ չէ որ հաղթանակներով է առաջնորդվում, երբեմն լինում են սայթաքումներ, բայց թե հաղթանակի, թե սայթաքումի պարագային շատ կարևոր է, որ մենք լինենք խոնարհ, որ դրսևորենք մեր խոնարհությունը եւ ամեն պարագային երբևէ չհուսահատվենք։ Ու այս գիտակցությունը մարդուն ավելի դարձնում է խաղաղ եւ բաց, սեփական անկարողությունը տեսնելու եւ նաեւ համբերատարորեն սեփական անկարողությունը շտկելու համար։ Աստծո շնորհով ապրող մարդը նաեւ գիտի, որ ինքը որևէ մեկին ոչինչ ապացուցելու կարիք չունի, ու երբևէ մարդը չի ապրում ինքն իրեն համեմատելով մյուսների, կողքիների հետ, այդ մրցավազքից մարդը սովորաբար դուրս է գալիս, ու երբևէ մարդը չի չափում իր արժեքը ուրիշի հաջողություններով կամ ձախորդություններով։ Մենք շատ հաճախ ենք այս խնդրին առնչվում եւ նաեւ շատ հաճախ նաեւ ինքներս մեզ փորձում ենք գնահատել կողքինի հաջողություններին նայելով եւ մեր հաջողությունները նրա հաջողության հետ համեմատելով կամ ձախորդությունները։ Ամենացավալին այն է, երբ որ մենք մեզ արժևորում ենք, երբ որ տեսնում ենք կողքինը ձախողվեց, ուրեմն մենք լավն ենք։ Մենք չձախողվեցինք, ուրեմն լավն ենք։ Սա մեր կյանքի ամենամեծ պարտությունն է, որ երբևէ կարա լինի, կամ մարդու կյանքում, որ երբևէ կարա լինի։ Մենք պարզապես կոչված ենք անելու այն, ինչ որ Աստված մեզ
պատգամում է եւ այն ճանապարհով քայլել, որ Աստված մեզ առաջնորդում է։ Այդ ճանապարհը անցնել խաղաղությամբ, անցնել սիրով, համբերատարությամբ եւ չմտածել, որովհետեւ մեր կյանքում երբեմն նաեւ կարիք ունենք մենք սпасելու։ Մենք շատ լավ գիտենք, որ երբեմն մեր աղոթներին իբրև պատասխան Աստծո լռությունն է։ Ու այդ լռությունը ոչ թե Աստծո բացակայության վկայություն, այլ ընդհակառակը, դա էլ Աստծո շնորհ է։ Եթե մենք իրապես այդ խոնարհությունը ունենք, մենք էլ Աստծո լռությունը, այդ լռությունը իբրև շնորհ կընդունենք եւ կփառաբանենք Աստծուն։ Ու այդ լռության մեջ կփորձենք մեր առաքելությունը վերագտնել, մեր անզորությունը տեսնել եւ այդ պարագային նաեւ Աստծո շնորհով զորացած մեր կյանքը շարունակել, գիտակցելով, որ Աստված երբևէ անիմաստ ժամանակ չի կորցնում եւ Աստված երբևէ որևէ պարագային երբեք չի ուշանում։ Հետևաբար համբերատարությունը, ներքին խաղաղությունը, սպասումը մեր կյանքի նաեւ կարևոր առաքինություններից մեկն են։ Եվ այս առումով շնորհով ապրող մարդը երբևէ չի փախչում աշխարհից, նա չի ամփոփվում իր մեջ, մեկուսանալով, կոմպլեքսներից եւ պայմանականություններից ելնելով։ Մարդը չի մտածում, որ իր հավատքը անձնական գաղտնիք է։ Գիտի, յուրաքանչյուր քրիստոնյա գիտի, որ այն հավատքը, որը ինքը ունի եւ փորձում է այդ հավատքով գործնականում ապրել, նաեւ իր առաքելությունը դա ցույց տալ մարդկանց, վկայել Քրիստոսին մարդկանց, իր իսկ օրինակով, ոչ թե կռվելով, ոչ թե պայքարելով, ոչ թե քարոզելով, այլ սեփական պարզ օրինակով, լռությամբ, խոնարհությամբ եւ համբերությամբ։ Շնորհով մարդը նաեւ տեսնում է այսօրվա աշխարհը, որը լի է փորձություններով, դժվարություններով, ձախորդություններով։ Մենք այս ամեն ինչին, այն ինչ որ այսօր մեր կյանքում տեղի է ունենում, այս ամեն ինչին նայում ենք խորը ցավով, բայց նաեւ շատ կարեւոր է, որ մենք աշխարհին եւ այս աշխարհի դժվարություններին նայենք խորը սիրով, ոչ թե արձանագրելով, որ թե աշխարհը ինչքան վատն է, ինչի աշխարհը այսպես եւ պարզապես հուսահատվենք ու մեր զենքը վայր դնենք, այլ փորձենք նաեւ այդ աշխարհի նկատմամբ ունեցած սիրով եւ պատասխանատվությամբ ինչ որ բան մեր կյանքում փոխել։ Շնորհով մարդը նաեւ տեսնում է մոլորությունները մեր կյանքի, այս աշխարհի, բայց երբևէ չի արհամարհում դրանք եւ անտարբերորեն դրանց կողքով չի անցնում։ Փորձում է ինչ որ կերպ իր շուրջը լուսավորել, իր շուրջը ջերմացնել։ Մանավանդ այսօրվա մեր իրականության մեջ ցավոք սրտի մենք շատ առիթ ունենք հուսահատվելու, տարակուսելու կամ հարցեր տալու, թե ինչի է մեր կյանքը այսպիսին, ինչ են մարդիկ այսպիսին դարձել, ինչի առհասարակ աշխարհը այսպիսին դարձել։ Գիտեք, այդ հարցերը ավելի շատ մենք պիտի ուղենք ինքներս մեզ, ոչ թե այդ հարցերը ուղենք դեպի երկինք։ Որովհետև բոլոր նման հարցերի պարագային երկնքից էլի նույն լռությունն է լինելու։ Եվ այդ լռությունը էլի Աստծո շնորհն է, որովհետև երբ որ Աստված լռում է, մեզ տալիս է հնարավորություն այդ չարիքը, այն ինչ որ կա այսօր մեր կյանքում, այդ չարիքը մենք ինքներս շտկելու։ Աստծո լռությունը դա է մեզ նշանակում, կամ այդ պատգամն է մեզ յուրաքանչյուրից տրված։ Որովհետև երբեմն մեր կյանքի ընթացքին մենք կարիք ունենք նաև մեր հայացքները լուռ, համբերությամբ, խոնարհությամբ, նույն այն սկզբունքով, ինչպես որ Աստված է նայում մեզ եւ նայում աշխարհին, մեր հայացքը ուղղել այս բոլոր խնդիրներին ու դժվարություններին եւ այդ ամեն ինչի մեջ կրկին ու անգամ, կրկին ու կրկին տեսնել Աստծո սերը, տեսնել Աստծո ողորմությունը, տեսնել Աստծո ներկայությունը։ Եվ հենց այս գիտակցությամբ է, որ մարդը պիտի կարողանա իր համար որոշում կայացնել, որ դու պիտի ապրես քո ուժերի, հնարավորինս քո ուժերի մաքսիմալ չափով, ոչինչ չխնայելով։ Իսկ այն ինչ որ դու չես կարողանա անել, այն ինչ որ քո ուժերից վեր է, այդ միանշանակ Աստված կանի։ Բայց մեր կյանքի ամենամեծ առաքելությունը հենց սա է, ոչինչ չխնայել։ Քրիստոսի օրինակը զոհաբերության, այդ միայն այն չի, որ քեզ օրինակ ասենք հավատքի սպառնալիքով, դավանափոխության սպառնալիքով, ասես կյանքդ խլեն կամ այդպիսի սպառնալիքի առաջ կանգնես ու դու որոշում կայացնելու խնդիր ունենաս, ուրանաս հավատքը թե ոչ,
կամ մահ, կամ կյանք, այսպիսի ընտրության առաջ մենք չենք կանգնում այսօր։ Այսօրվա մեր ամենամեծ զոհաբերությունը կլինի չհուսահատվել եւ մեր կյանքի ընթացքում պայքարել մշտապես։ Ես հասկանում եմ, որ մարդկայնորեն շատ դժվար է, երբեմն շատ դժվար է։ Ես հասկանում եմ, որ մարդկայնորեն մենք կարիք ունենք երբեմն նաև թուլանալու, բողոքելու, տրտնջալու, բայց ինչքան էլ այդ բողոքելն էլ, տրտնջալն էլ նորմալ է։ Դա էլ մեր կյանքի անբաժանելի մասն է։ Բայց ինչքան էլ բողոքենք, ինչքան էլ տրտնջանք, ինչքան էլ տարակույսներ ունենանք, այն ամեն ինչի նկատմամբ ինչ որ մեր շուրջը կայանում, երբեք չմոռանանք, որ այդ ամենի մեջ Աստված միշտ կա։ Երբևէ չմոռանանք։ Օրինակ այսօր շատ հաճախ մարդիկ հարցնում են, ինչ է լինելու, ինչպես է լինելու, այս կամ այն հարցը ինչ լուծումն է ստանալու, անկեղծ ասած մենք միշտ չէ որ այդ բոլոր հարցերի պատասխանները ունենք։ Մենք էլ չգիտենք, ես էլ շատ հաճախ չգիտեմ, ինչ է լինելու։ Բայց իրականում մենք ունենք վստահությունը, որ ինչ էլ մենք անում ենք կամ չենք անում, ինչքանով մենք պայքարում ենք կամ չենք պայքարում, որքանով գոհ ենք մենք մեզանից կամ մեր պայքարից կամ ոչ, մեր կյանքի Տերը Աստված է։ Այն նավը, որը մեզ տանում է դեպի փրկություն, այդ նավի Տերը Աստված է։ Ու հեչ կապ չունի փոթորիկները, որի միջով անցնում է այդ նավը, մեծ է, փոքր է, սարսափելի է կամ ոչ այդքան սարսափելի է, բայց միևնույն է, Աստված այդ նավի մեջ է եւ Աստված այդ նավի Տերը։ Ինչպես որ ավետարանական հայտնի օրինակը մենք ունենք բոլորս մեր աչքի առաջ։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է եւ յուրաքանչյուր մարդ ապրում է Աստծո շնորհի լույսի ներքո։ Եթե դուք հիմա հարցնեք, թե կոնկրետ ինչ շնորհի մասին է խոսքը, այդ շնորհները բազմաթիվ են։ Ամեն օրը մեզ համար շնորհ է։ Նայած ես խոսում եմ շնորհի մասին առհասարակ։ Ամեն մեկս ունենք տարբեր շնորհներ, ամեն մեկս ունենք տարբեր հնարավորություններ եւ կարողություններ։ Այդ ամեն ինչը մեզ տրված շնորհ է, բայց ես խոսում եմ շնորհի մասին առհասարակ, ընդհանուր իր գծերով։ Բոլորս էլ կյանքը իբրև պարգև ունենք Աստծուց։ Բոլորս էլ ունենք լույսը, իբրև ջերմությունը, իբրև շնորհ մեզ տրված։ Եվ բոլորիս համար այդ լույսը, այդ ջերմությունը, այդ կյանքը նույն արժեքն ունի, բոլորիս համար։ Բայց ամեն մեկս ինչպես ենք վարվում այդ շնորհների հետ։ Ինչքանով մենք այդ շնորհները գնահատում ենք եւ փորձում ենք մեր կյանքում այդ շնորհները իբրև Աստծուց տրված պարգև ավելի զորացնել, ավելի ամրացնել, ավելի արժևորել։ Ու այդ ամեն ինչի համար առաջի հասցեատերը ամեն մեկս ենք անհատապես։ Հետևաբար ինչքան էլ այսօր մենք հարցեր ունենանք դեպի երկինք ուղված, այդ հարցերը ավելի շատ մենք ինքներս մեզ պիտի տանք։ Ուզում ենք մեր կյանքը ավելի լավը լինի, ուզում ենք ավելի լիարժեք կյանքով ապրել։ Մենք ինքներս պիտի հարցնենք մեզ. ինչ եմ ես անում դրա համար, ինչ եմ ես պատրաստ անելու դրա համար։ Ուզենք թե չուզենք, մեր կյանքը միշտ պայքար է, ուզենք թե չուզենք։ Ու ոչ մեկ չի հարցնում, հոգնել ես, չես հոգնել, ժամանակ ունես, ժամանակ չունես։ Ի վերջո մենք արձանագրել ենք, պարտվեցինք թե հաղթեցինք։ Ու հեչ կարևոր չէ, հաղթանակի ճանապարհին մենք ինչքան հոգնեցինք, ինչքան սպառվեցինք, կամ ինչ արեցինք, կամ ինչպես արեցինք։ Հեչ էական չի։ Ուստի այս առումով այո, ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ ապրի խաղաղ, հանգիստ, ներդաշնակ, բայց այդ խաղաղությունը ու ներդաշնակությունը դրսից չէ, կամ մեր շուրջը չէ, այդ ամեն ինչը բխում է մեր ներսից։ Այս առումով իհարկե բարդ ժամանակներ ենք ապրում, դժվարին ժամանակներ ենք ապրում, բայց նաև մենք գիտենք, որ մշտապես, երբ որ մարդը ամուր է կառչել իր հավատքից, ամուր է մնացել այս հողի վրա, այս գետնի վրա, իր արժեքների, իր սկզբունքների մեջ, այնքան այդ հաղթանակը ավելի արժևորված է եւ այդքան այդ հաղթանակը ավելի իմաստավորված է։ Մարդ վերջի շրջանում մի այդպիսի առիթ ունեցա, մի մարդ եկավ, ասում է, որ ես հուսահատվել եմ, ես ուզում եմ գնալ այս երկրից։ Շատերն են գուցե այսօր գնում, արտագաղթում, բայց այդ արտագաղթելով մեր հուսահատությունը չենք փարատում։
արտագաղթելով գուցե գնանք մի ավելի բարենպաստ միջավայր, բարենպաստ երկիր, որտեղ ավելի շատ գումար կվաստակենք կամ չգիտեմ, ավելի հարուստ կլինենք, գուցե հնարավոր է։ Ինչը մի քիչ միշտ չէ, որ այդպես է կամ խիստ կասկածելի է, որ այդպես կլինի, բայց դա Աստված, եթե մարդիկ այդ նպատակով կամ այդ մղումով են արտագաղթում, բայց ամեն դեպքում, եթե մեր մեջ կա այդ հուսահատությունը, որտեղ էր որ լինենք, այդ հուսահատությունից մենք չենք ազատվելու։ Խնդիրը մեր մեջ է, պրոբլեմը միշտ մեր մեջ է։ Կապրենք Հայաստանում, կապրենք Հայաստանից դուրս, որևէ մի զարգացած հարուստ երկրում, հետ էական չի, եթե մենք ունենք ներքին խնդիրներ արժեքային, սկզբունքային, հավատքի հետ կապված, բնականաբար ուր էր որ լինենք, այդ խնդիրները մեզ հետ գալու են, և ուր էր որ լինենք, մենք այդ նույն մարտահրավերի առաջ ենք կանգնելու։ Մեր ներքին խնդիրները, մեր ներքին կոմպլեքսները, մեր ներքին խոչընդոտները հաղթահարելու և աստվածային լույսով առաջնորդվելու։ Այս առումով շատ կարևոր է, որ մարդը առաջին հերթին անկեղծ լինի ինքը իր հետ։ Սա ամենամեծ շնորհն է մեզ տրված, ամենամեծ շնորհը, անկեղծությունը, սերը, նվիրումը, ու այդ ամեն ինչը մեր սրտում կուտակված այն գանձերն են, որոնք որ մենք պիտի բաժին հանենք մարդկանց։ Հետևաբար, այն ինչ որ մեզ տրված է Աստծո կողմից, իբրև շնորհ, դա չի տրված, որովհետև մենք դրան արժանի ենք։ Դա տրված է, որովհետև Աստված մեզ սիրում է։ Եվ բոլոր այդ շնորհները աստվածային սիրո վկայությունն են։ Մեզ մնում է այդ շնորհները ընդունել և շնորհակալություն հայտնել Աստծուն ու գոհունակությամբ ապրել, ինչպիսին էլ որ կլինի մեր կյանքը։ Եվ մյուս կարևոր պայմանը, որպեսզի մենք կարողանանք այդ գոհունակությունը, մեր երախտագիտությունը դրսևորել, կարևոր է, որ աստվածային շնորհով այդ ներքին ազատությունը մենք ունենանք։ Ես նորից եմ ընդգծում, ազատություն ոչ թե նրա համար, որ անեմ ինչ ուզում եմ, այլ ազատություն մեր կյանքը վերափոխելու, ազատություն բարին ընտրելու և Աստծո ներկայությամբ ապրելու։ Եվ պարտադրված որևէ բան քրիստոնյան այս կյանքում, այս աշխարհում չի անում։ Եթե պիտի պարտադրված անենք, դա չեղավ հավատ, դա չեղավ քրիստոնեություն։ Ինչպես որ ավետարանն է մեզ սովորեցնում, չէ՞, ամեն ինչ արեք սիրով։ Ու այդ սիրո մեջ կա անսահման ազատություն։ Ինչպես որ Աստված ինչքան ազատ է, առանց նայելու մեր արժանի անարժան լինելուն, առատորեն իր շնորհները մեզ բաշխում է։ Այդ աստվածային նաև Աստծո այդ ազատության վկայությունն է, որտեղ ինքը չի վախենում ոչ մի բանից։ Ինքը իր տված շնորհին Տեր է։ Կարևոր չի մենք այդ շնորհը կգնահատենք, չէ, չենք գնահատի, բայց միևնույն դրանից Աստծո սերը, Աստծո ողորմությունը չի փոխվում։ Աստված ցանկացած մարդու պարագային իր տվածին Տեր է։ Մնում է մենք իրեն Աստծուն Տեր ճանաչենք և իրապես խոնարհվենք Աստծո սիրո և Աստծո ողորմության առաջ։ Այս մեր ամենակարևոր առաքելությունը և ամենաազատ մարդու առաքելությունն է սա։